Լրագրողական հետաքրքրասիրությունն այս անգամ մեզ հասցրել է Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայր։ Դաշտերում ու այգիներում անսովոր լռություն է։ Եղանակն անձրևային է, դաշտերը դատարկ, գյուղացիները հիասթափված, աշխատել չեն ցանկանում, ծառերի վրա բերք ընդհանրապես չկա։ Գյուղատնտեսական տարին գյուղացիների համար ծանր ու անհուսալի է ստացվել։ Արդեն հունիս ամիսն է մոտենում, բայց արևը մոռացել է մեզ։ Մոտավոր գյուղատնտեսական տարին ինչքան է ուշացել ըստ ձեզ։ Դե ամսից ավել ամայա։ Մի ամիս 10 օր։ Հիմա այն մայիսյան գիլազը հիմա պետք է կարմրացել ասած։ Գարնանային երկարատև անձրևներն ու անկայուն եղանակն էականորեն վնասել են բերքը։ Ռադիկ Մնացականյանն այն քիչ մարդկանցից է, որը դեռ շարունակում է պայքարել բնության դեմ։ Ասում է, իրենց գյուղացիներն աշխատասեր են, դառը քրտինքով են ապրուստ ստեղծում, միայն թե հիասթափությունն է մեծ։ Անձրևը, ահագին ցուրտ եղավ, անձրևը մի կողմից գիշերն էր սառը մեր եղանակը։ Չկատարես փոշոտում, դրա համար ամեն ինչը ծիրան էլ չունենք, սալոր էլ չկա, հիմա գյուղացին ինչ պետք է անենք։ Տարեսկզբից ահռելի ջանքեր են գործադրել, էտել են ծառերը, ջրել, խնամել, բուժել, մաքրել մոլախոտից, միայն թե ապարդյուն։ Զրուցակիցս հրավիրում է ասվածը ապացուցելու։ Էսի պետք է առնվազը մի 250-ից 300 կիլոյի չափով պետք է բերդա, ինչ պետք է անենք։ Ինչ լավ է դա, ինչ պետք է անեմ, ումը բողոքեմ։ Մենակ իմը չէ, որին որ գնաս ինձ հիմա հողերը նայես, դատարկություն է ամբողջ։ Ոչ գիլաս, ոչ ծիրան, ոչ ընկույզ, շարքը կարելի է երկար շարունակել։ Աղետը սակայն միայնակ չի գալիս։ Ծառերից հույսները կտրել, հիմա փորձում են խաղողը պահպանել։ Այստեղ էլ հիասթափությունները շատ են։ Խոնավ եղանակից խխունջներ են առաջացել։ Հումորով ասում են, Արարատյան դաշտավայրը դարձել է ծովափնյա գոտի։ Տեսեք, ձվադրել աստեղ, ասում են վնաս չի տա, ոնց կարա վնաս չի տա։ Էս տակի մասը լրիվ բանա, չորանում, տեսեք։ Եթե նույնիսկ խաղողի բերքը հասցնեն բարեհաջող հանգրվանի, դրանից ստացվող եկամուտով ամբողջ տարին ապրել չեն կարող։ Խաղողը թաղում ենք աշունը, գարունը բացում ենք, էտում ենք, էտ ենք անում, հաջորդը ես կապերը կապում ենք ու սկսում ենք բուժումը։ Դե աշվա ինչքան ծախս եղավ։ Բա մարդկային ռեսուրսը ինչքան եք ջանք թափում։ Ու ինչ ա մնում ինձ։ Իհարկե կարելի էր ռեպորտաժն ավարտել որևէ դրական նոտայով, օրինակ ասել, որ անկախ ամեն ինչից գյուղացին շարունակում է աշխատել հույսը չկորցնելով, միայն թե այս խոսքերը գյուղացիներին մխիթարություն չեն բերի, նրանք կրկին միայնակ են իրենց հոգսի, խնդիրների ու վարկերի հետ։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։